Պետությանը պատկանող ավելի քան 4 միլիոն լարիի խարդախությամբ յուրացման գործ Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավարություն է ընթանում BP Trans ընկերության սեփականատեր Բիճիկո Բայկիձեի նույն ընկերության տնօրեն Վալերիան Կվարացխելյայի և ևս 4 անձանց դեմ։ Այսօրվա դատական նիստում քննարկվում է ձերբակալվածների և Վրաստանից դուրս գտնվող Բիճիկո Բայկիձեի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։ Պետական մեղադրանքը պահանջում է մեղադրյալների նկատմամբ կիրառել կալանքի ամենախիստ խափանման միջոցը, իսկ պաշտպանությունը գրավի կիրառումը։ Վրաստանի դատախազությունը մեկ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրել տրաֆիքինգի գործով։ Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել նյութական կարիքի մեջ գտնվող անձի նկատմամբ, նրան ստիպել է աշխատել իր միրգ բանջարեղենի խանութում, իսկ խանութում աշխատանքը ավարտելուց հետո նրան ստիպել է լուսակիրների մոտ ողորմություն խնդրել մեքենաների վարորդներից, իսկ հավաքած գումարը ամբողջությամբ հանձնել է տվել իրեն։ Հանցագործությունը պատժում է 12 տարի ազատազրկմամբ։ Վրաստանի բիզնես ասոցիացիան անցկացրել է ամենամյա համաժողով, որին մասնակցել են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Վրաստանի վարչապետը և կառավարության թիմի անդամներ։ Միջոցառումը բացել է կառավարության ղեկավարը։ Կոբախիձեն խոսել է երկրի տնտեսական զարգացման և առկա մարտահրավերների մասին։ Նրա խոսքով վերջին 4 տարիները տնտեսական աճի առումով ակնառու են եղել։ Տարեկան միջին աճի տեմպը կազմել է 9.4%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայի մասշտաբով։ Բացի այդ, Կոբախիձեի խոսքով կառավարությունը ունի ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը կնպաստի ապագայում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Վրաստանի 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7%։ Հաշվետվությունը հրապարակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքէջում։ Հաշվետվության համաձայն այս տարի Վրաստանում սպասվում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանում, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ամենամեծ ՀՆ-ի աճը։ Վարկեթիլիում բացվել է բազմաֆունկցիոնալ կենտրոն, քաղաքացիները առաջիկայում կկարողանան օգտվել տարբեր ծառայություններից։ Բազմաֆունկցիոնալ կենտրոնում կան լողավազաններ, ինչպես նաև ֆիթնեսի, բասկետբոլի և մարմնամարզության դահլիճներ։ Ցանկացողները կկարողանան զբաղվել նաև այլ սպորտաձևերով։ Ավարտվել է Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ։ Միխեիլ Ղավելաշվիլին և կառավարության անդամները ամփոփել են այցը։ Նախագահի խոսքով Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ նա հնարավորություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահին փոխանցել գլխավոր ուղերձը, որ Վրաստանը ցանկանում է նոր գլուխ բացել հարաբերություններում։ Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալուց հետո Վրաստանի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Եվրոպական խորհրդում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը մտահոգված է երկրում մարդու իրավունքների իրավիճակով և Վրաստանում ընթացող ժողովրդավարական նահանջով, կոչ անելով Վրաստանի իշխանություններին աջակցել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին և երկրի եվրոպական ինտեգրման ուղուն։ Հայտարարության մեջ հիշատակվում է ձերբակալված ցուցարարները, ուժի չափազանց կիրառումը։ Պատվիրակությունը նաև ափսոսանք է հայտնում, որ իշխանությունները ժամանակին չեն հրավիրել ԵԱՀԿ-ԺՀՄԻԿ-ին ընտրությունները դիտարկելու համար։ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որը ներառում է Վաշինգտոնում մահապատժի ենթարկելը վերականգնելը, իսկ գլխավոր դատախազ Փեմ Բենդին հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը կձգտի վերականգնել մահապատիժը երկրի մասշտաբով։ Եթե դուք սպանեք մեկին կամ եթե սպանեք ոստիկանի իրավապահ մարմնի աշխատակցի, դա կլինի մահապատիժ, և հուսով եմ, դա ոչ ոք չի անի, ասել է Թրամփը։ ԱՄՆ-ի քննչական ֆեդերացիայի նախկին տնօրենը Ջեյմս Քոմին մեղադրանք է առաջադրվել։ BBC-ի տվյալներով Քոմիին մեղադրանք է առաջադրվել սուտ վկայություն տալու և արդարադատությանը խոչընդոտելու համար։ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Փեն Բենդը նույնպես պատասխանել է նրան, ասելով, որ ոչ ոք օրենքից հեռու չի մնա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում ընթացող գլոբալ միջուկային ֆորումին, որի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են հայկական ատոմակայանի գործունեությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները կայուն եւ լավ են զարգանում։ Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար եւ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն են զարգանում։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։